Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրան քաղաքում անօդաչուների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել։ Կան նաև տուժածներ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Նա չի մանրամասնել քաղաքի որ օբյեկտներն են հարվածի տակ հայտնվել։ Ուկրաինական մոնիթորինգային ալիքները պնդում են, որ հրդեհ է բռնկվել Սիզրանի նավթավերամշակման գործարանում։ Հենց Վոլոդիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ էության, ավելորդ անգամ դա ընդգծում եւ ապացուցում է, թե ով է գլխավոր խոչընդոտը խաղաղ ռելսեր դուրս գալու ճանապարհին։ Դա Զելենսկին է եւ նրա ռեժիմը, ասել է Պեսկովը։ Նա կանի այն ամենը, ինչ ես իրենք ասեմ, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Նրա հետ ամեն ինչ կարգին է, նա կանի այն ամենը, ինչ ես իրենք ասեմ։ Նա շատ լավ մարդ է, ասել է Թրամփը խոսելով Նեթանյահուի եւ նրա հետ Իրանի նկատմամբ հետագա գործողությունների քննարկման մասին։ ԱՄՆ-ի գործողությունները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը ձգտում է կրկին պատերազմ սանձազերծել, սակայն իրանական զինված ուժերը պատրաստվել են զինադադարի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի միապալատ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Թշնամու հրապարակային եւ ոչ հրապարակային գործողությունները ցույց են տալիս, որ նա ձգտում է պատերազմի նոր փուլի, ասել է Ղալիբաֆը։ Միևնույն ժամանակ նա նշել է, Իրանի զինված ուժերը զինադադարի ընթացքում ժամանակ չեն կորցրել եւ պատրաստվել են ցանկացած սցենարի։ Վերջինս նաև նշել է, Իրանի զինված ուժերը օգտագործել են ԱՄՆ-ի հետ զինադադարը վերականգնվելու եւ սպառազինության պաշարները լրացնելու համար։ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են հաղորդագրությունների փոխանակումը Թեհրանի առաջարկի հիման վրա հակամարտության կարգավորման հարցով։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային։ Նրա խոսքով մտքերի փոխանակումը տեղի է ունենում Իրանի 14 կետից բաղկացած առաջարկի տեքստի հիման վրա։ Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Պակիստանը ԱՄՆ-ին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի նոր առաջարկը, որը բաղկացած է 14 կետից։ Ըստ տվյալների, տեքստում շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման եւ վստահության ամրապնդման միջոցառումների վրա։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հունիսի սկզբին։ Այս մասին հղում անելով իր աղբյուրներին հայտնել է Ալ-Արաբիան։ Նրանց տեղեկություններով հանդիպումը տեղի կունենա Իսլամաբադում հաջի սեզոնի ավարտից հետո։ 2026 թվականին իսլամի սրբավայրեր ուխտագնացության հիմնական ծեսերը համընկնում են մայիսի 25-ից 29-ի հետ։ Աղբյուրները նաև հայտնել են ներկայումս աշխատանքներ են տարվում Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ։ Ուրբաթ օրը Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրը կարող է այցով ժամանել Իրան համաձայնագրի վերջնական տարբերակը հայտարարելու համար։ Վաշինգտոնը չի նախատեսում մեղմացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները մինչև երկկողմ գործարքի կնքումը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես ոչ մի զիջման չեմ գնա, քանի դեռ նրանք համաձայնագիր չեն ստորագրել, ասել է նախագահը։ Ոչ, մենք ոչինչ չենք առաջարկել, հավելել է Թրամփը։ Հյուսիսատլանտյան դաշինքը հետևում է Ռուսաստանի Դաշնության միջուկային զորավարժություններին։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Մենք իհարկե հետևում ենք, թե ինչ է կատարվում, ասել է գլխավոր քարտուղարը։ Բոլորին դեմ եմ կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկայացրել, ցուցակի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել։ Տեղեկությունը հաստատել է կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը։ Մենք նախապատրաստվում էինք այս փուլին, որովհետև մեր նպատակը իշխանության գալը չէ, այլ ազգային ժողովում ներկայացված լինելը, կարող է ավելի շատ մարդիկ դուրս գան, ընթացքում էլի մարդիկ դուրս կգան։ Ինքնաբացարկ են հայտնել վերջին համարները, ասել է Նինա Կարապետյանցը։ Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստ է տեղի ունեցել Ախուրյան Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման թեմայով։ Ջրային կոմիտեից հայտնել են, որ այն առաջին անգամ էր անցկացվում Երևանում։ Ողջույնի խոսքով է հանդես եկել ջրառ ընկերության տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Նա նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ, սակայն թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, չի ներկայացվում։
Հռոմի Լևոն 14-րդ պապը եւ Արամա կաթողիկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում գլխավորել են հերթական հրապարակային ընդհանուր ունկնդրությունը։ Հռոմի պապը հատուկ ողջույնի խոսք է հղել Արամա վեհափառ հայրապետին, որն այս առիթով եւս կենտրոնական ամբիոնին էր Հռոմի պապի կողքին։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր Արամա, հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո կաթողիկոս այս եղբայրական այցը կարևոր առիթ է ամրապնդելու կապերը, որոնք արդեն գոյություն ունեն մեր մեջ, մինչ մոտենանք մեր եկեղեցիների լիակատար միության, ասել է Հռոմի պապը։ Նա առաջարկել է աղոթել նաև Լիբանանի եւ Միջին Արևելքի խաղաղության համար։ Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է Կիլիկիան կատարել են Արամ Ան եւ Սրբազան հայրերը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քարոզարշավի շրջանակում Արարատի մարզում էր։ Գեղանիստում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. 18 թվականի մայիսի 9-ին ես նստեցի մի մեքենայի ղեկին, որը մեծ արագությամբ ընթանում էր դեպի Անդունդը։ Եվ թվում է, թե ամենատրամաբանականը թվում է, թե ուրիշ ճանապարհ չկար, որովհետև մայրուղին է դա։ Պետք է այդտեղով գնաս, որովհետև այն մյուս ճանապարհները ոչ ասֆալտ կա, ոչ ճանապարհ կա, մեքենան էլ առանձնապես տենց 4 անգամ 4 չի, բայց մենք դերևս առաջին ազգից ոչ տրամաբանական բան արեցինք, մենք այդ մեքենայով դուրս եկանք պատրաստված մայրուղուց, ասինք, որ մենք նոր ճանապարհ պետք է գտնենք մեզ համար, եւ մենք գտանք այդ ճանապարհը, եւ Հայաստանի Հանրապետությունը այսօր պետությունը քան երբևէ, անկախա քան երբևէ, ինքնիշխանա քան երբևէ, բարեկեցիկա քան երբևէ, անվտանգա քան երբևէ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին ժամը 14:00-ի սահմաններում Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում Նոր-Նորքի 6-րդ զանգվածում Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մոտ եւ Հրազդան մարզադաշտի մոտ մայիսի 22-ին ժամը 10:00-ին 2 կրակոց։ Ես ասել եմ իմ հայրենիքն ունեցվածքով չեմ կարող փոխել։ Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը արձագանքելով Նիկոլ Փաշինյանի Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու հայտարարությանը։ 8 տարվա ընթացքում բացի սուտ ասելուց խաբելուց ուրիշ բան չի արել, հիշում եմ իր խոստումները, իր ասացները, որ ինքը չի եկել Ղարաբաղը հանձնելու, ինքն եկել է կարգավորելու, եկել է ժողովրդի մատից փուշ հանելու, արագաչափերը փակելու։ Ասում է ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, բայց այսօր ժողովրդին դարձրել միայն տուգանքի մատերիալ։ Մելեին, ասել էին, սենց բան ա ուզում անի, ես ասեմ կյանքում, ես չեմ կարա իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Օրինական կարել ենք, ամիսել հատեղում հետ 25 տարի անցել է նորեն հիշել, ինչի մասնավոր։ Հարկերն ենք տալի ամիջը տեղը։ Սա նշան է, որ արդեն նրանք զգալով, արդեն պատկերացնում են իրենց վերջ եկել, այս վիճակով ժողովուրդ չես կարա պայել։ Եվ որևիցե մեկ էլ ոչ վստահ ոչ այսօր մեր երկրի սպառնալիքը մնացել է Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը, էլ ուրիշ բան չկա։ Հարկավորը վերջ տալ, երկրին ասենք թե երաշխավորած խաղաղություն լինի, ժողովրդին ասենք ներդրումներ լինի, բարեկեցիկ կյանք, սա լինի։ Ինչ ասեմ, կարամ այսօր գրեմ ստորագրեմ։ Ես ուզում եմ ասել, որ մարտի 1-ի գործով ինչ հնարավոր էր անել այս իշխանության ժամանակ արդեն արվել է նոր բան, իրենք չեն կարող անել։ Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, այսինքն հավատալ ընտրել Նիկոլ Փաշինյանին, որ մարտի 1-ը նորից է բացահայտում, նորից է պատժում, դա էլ խայտառակություն կլինի։ Ուզում եմ կենտրոնանալ այդ հարցի վրա, ինքն ինչ էր ասում էր բացահայտված է, բայց Քոչարյանը պետք է նստի։ Ոնց կարելի է վերջին 8 տարվա ընթացքում Քոչարյանին նստեցնելու թեմայով շարունակել իշխանավարել։ Իրավաբանորեն այդտեղ անելու բան չկա, խաբում են, ոչ մեկ չի նստելու, ստում են, ուզում են վերընտրվել, նորից էլի գնան պարլամենտ, իրար հետ գնան գործուղումների, ուտեն խմեն, քեֆ անեն, ասել է Մարուքյանը։ Նա նաև շեշտել է, որ մարտի 1-ի գործով իշխանությունները նոր բան այլևս չեն կարող անել։ Ինչ որ կա արել են, շահարկել են։ Այս նույն պատմությունն ունենք հոկտեմբերի 27-ի մասով, որ Մեռան շահարկելով, Մեռան Այտարյան վրա անդադար կարիերաներ անելով, նշել է Մարուքյանը։
Լիտվայի ղեկավարությունը ստիպված է եղել ապաստան գտնել անօդաչու թռչող սարքի հնարավոր հարձակման պատճառով։ Տեղական լրատվական գործակալությունները հաստատել են Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, վարչապետ Ինգա Ռուգինիերեն եւ Սեյմի խոսնակ Յուոզաս Օլեգասը ապաստարանում են։ Մայիսի 20-ի առավոտյան Բալթյանոթային տարածքում պարեկություն իրականացնող ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացել են Լիտվայի օդ։ Ահազանգը գործարկվել է սահմանի մոտ գտնվող ռադարային ազդանշանից, որը նման էր անօդաչու թռչող սարքի։ Դեմոկրատների ճնշման տակ ԱՄՆ Գերագույն դատարանը կարող է արգելել նախագահ Թրամփին պատերազմել Իրանի դեմ։ Նման քայլը աննախադեպ կլինի ամերիկյան պատմության մեջ, նշել է ամերիկացի քաղաքագետ Մալեք Դուդակովը։ Առայժմ խոսքը բոլոր սենատորների միջև լիարժեք քվեարկությունից առաջ ընթացակարգային քվեարկության մասին է։ Եթե Սենատը հաստատի այս բանաձևը, այն դեռ պետք է քվեարկվի ստորին պալատում։ Ես չեմ բացառում, որ դեմոկրատները իրականում կհաջողեն այս ամենը ավարտել շաբաթվա վերջում, եւ այդ դեպքում իհարկե Թրամփը կկանգնի ընտրության առաջ, կամ նա պետք է ընդունի այս կոնգրեսի որոշումը եւ հետ քաշվի Իրանի հարցում, կամ նա պետք է նախագահական վետո դնի եւ այդպիսով խոչընդոտի այս օրինագծի, այս բանաձևի օրենք դառնալուն, ասել է ամերիկացի քաղաքագետը։ Հայաստանում յուրաքանչյուր ընտրություններից առաջ հնչում է նույն միտքը, ամեն ինչ արդեն որոշված է։ Սակայն փորձն ու վիճակագրությունը ցույց են տալիս, որ նույնիսկ մեկ ձայնը կարող է վճռորոշ լինել։ Աշխարհի տարբեր երկրներում ընտրությունների արդյունքները բազմիցս որոշել են ընդամենը մի քանի ձայնով։ Փորձագետների գնահատմամբ, որքան բարձր է ընտրողների մասնակցությունը, այնքան փոքր է վարչական ռեսուրսի ազդեցությունը։ Մեծ մասնակցության պայմաններում նաև ավելի դժվար է դառնում ընտրակեղծիքների իրականացումը, քանի որ գործընթացը գտնվում է ավելի մեծ հանրային վերահսկողության ներքո։ Քաղաքագետների խոսքով ընտրությունների նկատմամբ անվստահության եւ ոչինչ չի փոխվի տրամադրությունների տարածումը հաճախ հանգեցնում է ապաթիայի։ Արդյունքում ընտրություններին մասնակցում են ավելի քիչ մարդիկ, իսկ կազմակերպված փոքր խմբերի ազդեցությունը մեծանում է։ Միջազգային փորձն էլ ցույց է տալիս, մասնակցության անկումը վտանգում է ժողովրդավարության նկատմամբ վստահությունը եւ կասկածի տակ դնում իշխանության լեգիտիմությունը։ Հայաստանում խորհրդանական ընտրությունների համար մասնակցության նվազագույն շեմ սահմանված չէ, հետեւաբար ընտրություններին չմասնակցելը բողոքի ձև չէ, այլ որոշման իրավունքը ուրիշներին փոխանցելու քայլ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արտուր Խաչատրյանը Եվրոմեդիայի հետ զրույցում հայտարարել է. Նիկոլ Փաշինյանն ունի հետևորդների ինչ-որ մի թվաքանակ եւ ունի ահռելի վարչական ռեսուրս, որոնք ինքը օգտագործելու է ամբողջովին։ Նիկոլ Փաշինյանը ունի իհարկե իր հետևորդների ինչ-որ մի թվաքանակ եւ ունի ահռելի վարչական ռեսուրս, որոնք ինքը օգտագործելու է ամբողջովին։ Եթե ընտրություններին շատ մարդ մասնակցի, դիցուկ 1.5 միլիոն մարդ, ապա իր ռեսուրսը կազմելու ընդամենը ենթադրենք 1/3 եւ ինքը հնարավորություն չի ունենա վերարտադրվելու։ Եթե ընտրություններին մասնակցի դիցուկ 1 միլիոն մարդ, ապա ինքը կարող է ընտրություններում հաղթի։ Ուստի ընտրություններին չմասնակցելը ուղղակի պարզ նշանակում է Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել։ Եվ Նիկոլ Փաշինյանը ինքը դա շատ լավ հասկանում է եւ իր այս այլանդակ պահվածքը, այս խուլիգանական արտահայտությունները, այս սպառնալիքները մի նպատակ ունեն։ Մարդկանց զզվացնել ընտրությունների գաղափարից, որ մարդիկ ասեն, այս խուժանությանը մենք չենք մասնակցում եւ չգնա ընտրատեղամասեր։ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորական թեկնածու Արման Աբովյանն էլ շեշտում է, որքան շատ մարդ մասնակցի այնքան իշխանության վերարտադրվելու հնարավորությունը կնվազի։ Եվ ինչքան շատ մարդ մասնակցի, այդքան իշխանության հնարավորությունը վերարտադրվել նվազում է։ Պայմանական, եթե մասնակցում է 1 միլիոն հոգի, իրանք 50% են, եթե մասնակցում է 1.5 միլիոն հոգի, իրանք հետևաբար 25-30% են։ Հասկանում եք, եւ այստեղ այո, մարդիկ պետք է ուղղակի հասկանան հետեւյալը. ում ուզում եք գնացեք քվեարկեք, ում ուզում եք գնացեք, դուք որոշեք, ժողովուրդ։ Բայց դրա հետ մեկտեղ իմացեք մի բան, որ հենց անմիջապես ձեր քվեից է ամեն ինչ կախված։ Իշխանությունը անում է ամեն ինչ, որ ձեր քվեն անցնի իրանց, այսինքն դուք չգնաք քվեարկության, որովհետև չգնալու դեպքում անուղղակի ըստ էության ստացվում է, որ դուք սատարում եք իշխանությանը։ Հունգարիան, ինչպես Եվրամիության ցանկացած այլ երկիր, ինքնիշխանություն ունի իր էներգետիկ գնումների հարցում, հայտարարել է վարչապետ Պետեր Մադյարը։ Հարցին, թե ինչպես է Վարշավան արձագանքում Բուդապեշտի կողմից ռուսական էներգիայի շարունակման գնումներին, հունգարացի քաղաքական գործիչը պատասխանել է. Եվրամիությունը կազմված է ինքնիշխան պետություններից, ուստի նրանք նույնպես ունեն ինքնիշխան ծրագիր, որոշելու թե որ ուղղությամբ են ցանկանում շարժվել տարբեր հարցերում։
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի կոչը հարձակվել Կալինինգրադի վրա խելագարություն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս հայտարարությունը սահմանակից է խելագարությանը, ասել է Կրեմլի խոսնակը։ Ըստ Պեսկովի նման հայտարարությունները չպետք է լուրջ ընդունվեն։ Նա կարծում է, որ դրանք ավելի շատ լիտվացի քաղաքական գործիչների անկարողության նշան են եւ ցույց են տալիս նրանց մտածված բարդ գործողությունների անկարողությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգաղթային օրենքը ներգաղթային վիզայի բոլոր դիմողներից պահանջում է անցնել բժշկական զննում հանրային առողջության պահպանման, ինչպես նաև ներգաղթի եւ քաղաքացիության մասին օրենքի պահանջները կատարելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունից։ Բուժզննումը միտված է հայտնաբերելու հանրային առողջության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում դրանց տարածումը կանխելու նպատակով։ Այն հաստատում է, որ դիմողները ստացել են անհրաժեշտ պատվաստումները, պաշտպանելով թե դիմողին, թե ԱՄՆ բնակչությանը, ասված է հաղորդագրությունում։ Հայաստանյան հյուրանոցային ոլորտում մեկնարկել է զարգացման նոր փուլ։ Միջազգային հեղինակավոր Wyndham Hotel and Resort բրենդը ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում, ներկայացնելով նոր ներդրումային նախագծեր։ Ծաղկաձորում արդեն գործող Wyndham Grand Ծաղկաձոր հյուրանոցի կառուցումից հետո շուկայում կհայտնվի եւս մեկ խոշոր նախագիծ Ramada Encore by Wyndham Դիլիջան հյուրանոցը։ Նոր նախագծերը նպատակ ունեն ոչ միայն բարձրացնել հյուրընկալության ոլորտի չափանիշներն, այլև խթանել զբոսաշրջության եւ ներդրումային միջավայրի զարգացումը Հայաստանում։ Wyndham Grand Ծաղկաձորն իր տեսակով բացառիկ նախագիծ է։ Այստեղ առաջարկվում է 145 հարմարավետ համար, լյուքսից մինչև նախագահական։ Հարմար կառավարման վահանակի միջոցով հյուրերը կարող են պատվիրել room service, ամրագրել սեղան ռեստորանում, գրանցվել սպա ընթացակարգերի համար եւ օգտվել հյուրանոցի բոլոր ծառայություններից առանց սենյակից դուրս գալու։ Այստեղ նախաճաշը մատուցվում է շվեդական սեղան ձևաչափով։ Համարների մեծ մասն ունեն ընդարձակ պատշգամբներ, հանգստի գոտիով եւ լեռնային պանորամային տեսարանով։ Ծաղկաձորում հաջող մեկնարկից հետո GRP-ն Wyndham-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ներկայացնում է իր երկրորդ նախագիծը Ramada Encore by Wyndham հյուրանոցը, սակայն այս դեպքում Դիլիջանում։ Գտնվելով Հայաստանի ամենագեղեցիկ եւ հեռանկարային ուղություններից մեկում, այս նախագիծը արտացոլում է երկարաժամկետ տեսլական բարձրացնելու զբոսաշրջության չափանիշները եւ ներգրավելու ինչպես միջազգային այցելուների, այնպես էլ ներդրողների ուշադրությունը։ Սրանով մենք կզարգացնենք հյուրանոցային բիզնեսը Հայաստանում եւ կոնկրետ մարզերում, այս պահին Դիլիջանում։ Ramada Encore by Wyndham դա Wyndham հյուրանոցի ցանցի ամենատարածված բրենդերից մեկն է Ramada բրենդը եւ ուղղվածությունը հյուրանոցի կլինի ավելի շատ ընտանեկան։ Չնայած մեր մոտ կան նաեւ կոնֆերանս դահլիճներ են լինելու, որ կարելի է նաեւ բիզնեսի որպես բիզնես դիտարկել հյուրանոցը, սակայն ուղղվածությունը լինելու է հենց ընտանեկան հանգստի համար։ Սպասարկումը կոնկրետ եթե հյուրանոցի մասն ենք խոսում, ինքը mid-scale հյուրանոց է, միջին կարգի հյուրանոց, բայց բոլոր ստանդարտներին Ramada բրենդի ինքը համապատասխանելու է եւ նույնիսկ մի փոքր ավելին հաշվի առնելով մեր հայկական բնակարությունը։ Հյուրանոցը նախատեսված է ճանապարհորդների, զույգերի, ընտանիքների, ինչպես նաև կորպորատիվ միջոցառումների եւ բանկետների համար։ Սակայն հիմնական շեշտը դրված է ընտանեկան հանգստի վրա։ Շատ անհրաժեշտ է մեր քաղաքում, մեր պետությունում նմանատիպ ցանցային հյուրանոցները շատ անհրաժեշտ են եւ ինչքան շատանում են, այնքան նշանակում է туриզմն է զարգանում, տնտեսությունն է աճում, դա միայն դրական է։ Հյուրանոցը կունենա 200 համար, գրեթե բոլոր համարներն ունեն պատշգամբներ, իսկ ահա կոնֆերանսային գոտին ներառում է 3 դահլիճ։ Ramada Encore-ի շինարարական լուծումները կմիավորեն ժամանակակից մոտեցումներն ու Դիլիջանի ճարտարապետական ինքնատիպ ոճը։ Մեր հիմնական առաքելությունը վերափոխել զբոսաշրջության եւ կառուցապատման ոլորտը միջին ու բարձր կարգի ներդրումային հյուրանոցների կառուցման միջոցով։ Սա մեր արդեն հերթական քայլն է, ցույց է տալի, որ մեր տեսլականը աշխատող է։ Միջազգային բրենդի ճանաչելիության, Դիլիջանի եզակի բնության եւ պրոֆեսիոնալ կառավարման շնորհիվ Ramada Encore by Wyndham Դիլիջանը կդառնա նոր գրավչության կենտրոն Հայաստանի եւ ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար։ Այս մեգանախագծով նաեւ լուծվում է տեղաբնակների զբաղվածության խնդիրը, կբացվեն նոր աշխատատեղեր։ Նմանատիպ նախագծերի իրականացումը մեր երկրում վկայում է այն մասին, որ զբոսաշրջային ոլորտը շարունակում է զարգանալ, առաջարկելով ավելի մրցունակ եւ ժամանակակից հնարավորություններ։
Wyndham-ի նախագծերը ոչ միայն նոր մակարդակի հյուրանոցային ծառայություններ են խոստանում, այլև կարող են դառնալ կարևոր խթան տարածաշրջանային զբոսաշրջության, ներդրումների եւ երկրի միջազգային ճանաչելիության աճի համար։ Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին, մասնավորապես արտահանում իրականացնողներին իրազեկում է Ռուսաստանի Դաշնությունում 2026 թվականի հունիսի 1-ից գործող նոր կարգավորումների սպոտ համակարգի գործարկման մասին։ ՊԵԿ-ը նշել է, թե ինչ է փոխվում Հայաստանից արտահանողների համար։ Այսպիսով 2026 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում լիարժեք գործելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը։ Համակարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնություն ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների շրջանառությանը, թեև սպոտի շրջանակում պարտականությունները պաշտոնապես կրում է ռուսաստանյան ներմուծողը, համակարգը ուղղակիորեն առնչվելու է նաև Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն ապրանքներ արտահանողների վրա, քանի որ առանց Ռուսաստանի Դաշնությունում ձևավորված մատակարարման ակնկալման փաստաթղթի հիման վրա ձևավորված QR կոդի ապրանքը ֆիզիկապես չի կարող ներկրվել Ռուսաստանի Դաշնության տարածք։ Համակարգը կիրառվում է ԵԱՏՄ անդամ պետություններից Ռուսաստան ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հետագայում կարող է ընդլայնել կարգի կիրառությունը այլ տեսակի տրանսպորտով փոխադրումների վրա։ Սպոտը չի տարածվում հետևյալ կատեգորիաների վրա՝ կանխիկ դրամի, նավթի, էլեկտրաէներգիայի, ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները նախապես ծրագրավորված էին եւ նրանք մեկնարկեցին Վաշինգտոնի եւ Թել Ավիվի միջև համաձայնեցված գործողությունների համապատասխան ծրագիր, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Այս հարվածները իրականացվեցին, քանի որ դա ձեռնտու էր երկու երկրների համար։ Պատմությունը կասի եւ ցույց կտա, թե ով ավելի շատ կամ պակաս շահեց, բայց ամեն դեպքում դա նախապես ծրագրավորված ծրագիր էր, որը իրականացվում էր, նշել է ԱԳՆ խոսնակը։ Դիվանագետի խոսքով այս հարվածները իրականացվեցին, քանի որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջև մեկնարկվում, մշակվում եւ ավելին համաձայնեցվում էր գործողությունների համապատասխան ծրագիր։ Զախարովան նշել է, ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիայի սկսվելուց բառացիորեն մեկ շաբաթ անց Իրանը լրատվամիջոցների մանիպուլյացիաների միջոցով հարձակման ենթարկված երկրից վերածվեց գրեթե ինքն իր վրա հարձակված երկրի։ Հնդկաստանը մտադիր է իր դրոշի տակ գտնվող տանկերները Մերձավոր Արևելքի հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ ուղարկել Հորմուզի նեղուց, Պարսից ծոցի երկրներից էներգակիրներ մատակարարելու համար։ Հնդկաստանի պետական նավագնացության կորպորացիայի նավերը կսկսեն Հորմուզի նեղուցով տարանցման փորձերը։ Հնդկաստանի կաբինետի հաստատումը ստանալուց, Հնդկաստանի ռազմածովային ուժերի հետ համակարգելուց եւ նավթավերամշակման գործարանների հետ պայմանագրեր կնքելուց հետո նավագնացությունը խոչընդոտող Միացյալ Նահանգների եւ Իրանի թույլտվությունը կարևոր կլինի հնդկական նավերի Հորմուզի նեղուցով անցումը ապահովելու համար։ Այս երկրների դիրքորոշումները մնում են անորոշ, նշել են հրատարակության աղբյուրները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Պեկին կատարած իր այցը կամրապնդի ռուս-չինական բարեկամությունը։ Ես վստահ եմ, որ այս այցը եւ բանակցությունները կամրապնդեն ռուս-չինական բարեկամությունը եւ կնպաստեն մեր ժողովուրդների բարեկեցությանն ու բարգավաճմանը, ասել է Պուտինը ռուս-չինական բանակցություններից հետո իր ելույթում։ ԱՄՆ նախագահի դեսպանոր Սթիվ Ուիթքոֆը բազմիցս արտահայտել է իր ցանկությունը ԱՄՆ նախագահի Փեսայի Ջարեդ Քուշների հետ Մոսկվա մեկնելու, սակայն նրանց այցի ամսաթիվը դեռևս որոշված չէ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ուիթքոֆը բազմիցս արտահայտել է իր ցանկությունը Մոսկվա մեկնելու իր գործընկերոջ Քուշների հետ։ Մենք այս հարցը քննարկել ենք նրա հետ մեր շփումների ընթացքում, ի թիվս այլ բաների, սակայն ամսաթիվը դեռ որոշված չէ, նշել է Ուշակովը։ Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնել է, որ Մոսկվա իրենց այցի հարցը պետք է լուծվի երկկողմանիորեն։ Ճշգրիտ ամսաթիվը դեռևս համաձայնեցված չէ։ Չինաստանը որոշել է Ռուսաստանի հետ առանց վիզայի ճանապարհորդությունը երկարաձգել մինչև 2027 թվականի վերջը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցյակունը։ Չինաստանի եւ Ռուսաստանի միջև մարդասիրական փոխանակումները հետագայում հեշտացնելու համար Չինաստանը որոշել է Ռուսաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճանապարհորդությունը երկարաձգել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Սովորական անձնագրեր ունեցող Ռուսաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Չինաստան գործուղումների, զբոսաշրջության, հարազատների եւ ընկերներին այցելելու, փոխանակման կամ տարանցիկ ճանապարհորդության համար մինչև 30 օր, առանց վիզայի, նշել է խոսնակը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցзինփինի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուս-չինական համագործակցության բոլոր հիմնական ոլորտները։ Այսօրվա բանակցությունների վերաբերյալ դրանք անցել են ավանդական ջերմ բարեկամական եւ կառուցողական մթնոլորտում։ Երկկողմ համագործակցության բոլոր հիմնական ոլորտները մանրամասն քննարկվել են, հայտնել է Ռուսաստանի առաջնորդը։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը մուկ տշելու ակցիայի իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցները ֆուտբոլի փոքր դարպաս էին տարել շենքի մոտ եւ փափուկ խաղալիք մուկ, որին տշում էին դեպի դարպասը։ Կառավարության շենքի մոտ հերթապահող ոստիկանները վերցրել են դարպասը, հեռացրել ակցիայի մասնակիցների մոտից։ Կուսակցությունից Իշխան Գևորգյանը հայտարարել է, մուկ տշելը նշանակում է իմիտացնել աշխատանք, որն իրականում չկա։ Մենք միակ ուժն ենք, որի մոտ մուկ տշելու համար աշխատավարձ չենք ստանալու, պարգևավճար չենք ստանալու, իմիտացնում են տարբեր բաներ, սահմանազատում, խաղաղություն, ամեն ինչը իմիտացնում են։ Բոլորին դեմեմը միակն է, որ այդ ամենը ծաղրում է, ցույց է տալիս։ Մեր շարքերում շատ լուրջ մարդիկ են հավաքված, որոնք հաստատ պարապ չեն կամ մուկ տշող չեն, բայց մեկը պետք է ասի, որ թագավորը մեր կա, որ այս սահմանադրությունը հագած մարդիկ կեղեքում են մեզ, նշել է Գևորգյանը։ Նիկոլ Փաշինյանի ելույթին, թե պետք է Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտը պետականացնել, հաջորդել է գլխավոր դատախազության գործողությունը։ Արարատ ցեմենտ ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ուկրաինան Բելարուսը կդիտարկի որպես պոտենցիալ սպառնալիք, քանի դեռ Մինսկը հավատարիմ է Ռուսաստանին, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսան։ Նախ եւ առաջ ես կցանկանայի նշել, որ քանի դեռ Բելարուսում մնում է Պուտինին հավատարիմ ռեժիմ, մենք միշտ պոտենցիալ կերպով Բելարուսը կդիտարկենք որպես սպառնալիք, նշել է տեղակալը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա Բելարուսի տարածքից, երբ Մոսկվան հավաքի որոշակի համախմբված ուժ, սակայն վերջինս այս պահին նման հնարավորություն չի տեսնում։ Սակայն նա խոստովանել է, որ Ռուսաստանը ներկայումս օգտագործում է որոշակի սարքավորումներ, որոնք օգնում են վերահսկել անօդաչու թռչող սարքերը Բելարուսի տարածքից։ Չինաստանի նախագահ Սի Ցзինփինի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը առաջարկել է միավորել ուժերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միջազգային քրեական դատարանի դեմ համագործակցելու համար։ Այս մասին հայտնել է Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Մի քանի աղբյուրների համաձայն Սպիտակ տան ղեկավարի առաջարկը արվել է Պեկինի գագաթնաժողովում լայնածավալ բանակցությունների ժամանակ, որոնց թվում են նաև Ուկրաինայի վերաբերյալ քննարկումները։ Սակայն պարբերականի աղբյուրները չեն նշել Սի Ցзինփինի պատասխանը Թրամփի առաջարկին։ Ռուսաստանի արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը զգուշացրել է, որ Լատվիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի պաշտպանի երկիրը Կիևին օգնելու համար վրեժխնդրությունից։ Ծառայությունը նշել է, որ ժամանակակից հետախուզական հնարավորությունները հնարավորություն են տալիս հուսալիորեն որոշել անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերի կոորդինատները։ Ավելին հուսալի տվյալներ կարելի է ստանալ խփված անօդաչու թռչող սարքերի մնացորդները ուսումնասիրելով։ Մամուլի ծառայությունը նաև նպատակահարմար է համարել նշել, որ Լատվիայի որոշումների կայացման կենտրոնների կոորդինատները լավ հայտնի են եւ ափսոսանք են հայտնել լատվիացի առաջնորդների միամտության համար։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի պաշտպանի ահաբեկչության հանցակիցներին արդար վրեժխնդրությունից, եզրափակել է Ռուսաստանի հետախուզական ծառայությունը։ Եղանակը առաջիկա օրերին մայիսի 21-ից 25-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ, քամին հյուսիսարևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ, գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ից 3-ը կնվազի 3-ից 4 աստիճանով։